Բարի լույս սիրելիներս, հուսով եմ լավ եք։ Ավանդույթը չխախտելով որոշեցի երկուշաբթի առավոտ շուտ միած ձեզ ողջունեմ այս դրսից մաքուր օդին, պայծառ արևի ներքո ու նոր գնամ աշխատանքի, բոլորիս բարեհաջող, անփորձանք, նոր ձեռքբերումներով լի աշխատանքային շաբաթ գնացինք։ Սիրելիներս, արդեն ժամը 7-ն է ու մենք տուն ենք գալիս աշխատանքից, ամուսնուս հետ եմ ու տեսեք ինչ լույս է, ինչ պայծառ, դեռ մութը չի ընկել, քանի որ մեզ մոտ գիշերը ժամերը առաջ են տվել։ Սիրելիներս, եկել եմ տուն, Զոյկան դաս անում ու իմ համար անակնկալ ունի, մի հատ տեսեք։ Այսօր իրենք թելադրություն են գրել, այսքան երկար թելադրություն իրենց սովորած բառերը ու մի հատ տեսեք Զոյկան 14-ից 14 միավորից 14 միավոր է հավաքել ու սրանք այնպես չի որ ուղղած է, սրանք երբ որ երկու կրկնվող տառեր է, պետքա գունավոր մադիտներով անեն, ուսուցչուհին ոչ մի բան չի արել ու այս շատ լավ արդյունք է, ապրի Զոյկան, բրավո։ Մերսի։ Խոյսիկ։ Բարի առավոտ սիրելիներս, հուսով եմ լավ եք, այսօր արդեն չորեքշաբթի է ու այդ փաստից ես էլ եմ արդեն շատ լավ, շաբաթը կիսվում է, բայց կարևորն այդ չի որ կիսվում է, կարևորն այն է, որ երկուշաբթի, երեքշաբթին արդեն անցյալում է, որովհետև այն ամենածանր օրերը ինձ համար երկուշաբթի, երեքշաբթին է, երբ որ երկար եմ աշխատում, այսինքն 8:30-ից մինչև 7:30 նայած կամ 8-ից մինչև 7, բայց այսօր վաղը մինչև 5-ը լավ է, երբ դուրս ես գալիս, չնայած հիմա որ ժամերը առաջ են տվել, երբ դուրս եմ գալիս, դրսում լույս է, էլի ժամին չես նայում, քեզ լավ ես զգում, որ լույսով տուն ես գնում, բայց մինչև 5-ը շատ լավ է անցնում, բայց 5-ից հետո արդեն մինչև 7-ը մի քիչ շատ է, ամեն դեպքում չեմ կարա փոխեմ ժամերս, այդ է մեր աշխատանքային գրաֆիկը իմ, այսինքն այդպես անպամած է, բայց տրամադրությունը շատ բարձր է, գնում ենք աշխատանքի բարձր տրամադրությամբ, գնացինք։ Աշխատանքը վերջացրեցինք ու քանի որ այսօր շուտ եմ վերջացրել, կմտնեմ խանութ, մեր տան մոտի շպարն է, մի քանի գնումներ ունեմ անեմ ու նոր գնամ տուն, թե չէ որ գնամ տուն, հետո էլ հաստատ դուրս եկողը չեմ, մինչև Վիտոն էլ գա, ժամը 5-ին 6-ին արդեն ուշ կլինի, մի փոքր գնումներ կատարենք ու գնանք։ Ուրեմն, չգիտեմ ինչքանով կհասցնեմ, ամեն դեպքում այսօր ամսի 2-ն է ու որոշել եմ այսօր ցանեմ ցորենս ու ոսպը, որոշեցի հենց այս մեծ ամանի մեջ էլ անել, որ հետո էլ մեջն էլ միանգամից ծվիկները դնեմ, այդպես, տեսնենք ոնց կլինի, կհասցնի թե չէ։ Վերջ։ Տանենք դնենք տաք տեղ, այսինքն լուսավոր, պատուհանի ոգին վերևը կտանեմ կդնեմ երկրորդ հարկում, տեսնենք երբ կսկսի արդեն ծվել։ Կանք վերև։ Եվի հենց ստեղ էլ դնեմ, ժալուզին կբացեմ։ Ստեղից էլ դե պարերը այստեղ միացրած է տաքը։ Ուր ես գնում։ Բիշկով։ Գնում ես ատամնաբուժի, սպասում ենք պապային, արի հետ։ Սենց սիրուն է, ես գնում եմ ատամնաբուժի, բայց սենց սիրուն եմ հագնել, չգիտեմ թե, բայց սենց սիրուն եմ։ Արի պապան եկավ։ Հաշաստի սպասում ենք մինչև աշխատանքից գար, գնացինք, արի։ Զոյա լավ ես։ Լավ, չեմ սպասում։
lecker, ist angenehm. Kannst du vorstellen? Qu'est-ce que c'est nous? Բանի համար, որ բանա, որ ցենց ատամները շատ կեղքոտ, այսինքն բան ջուր անեն, ցենց բան ատամի բանալով կարող ջուր անեն ու բան ցենց բանում։ Վերջացրեցինք, Ալենի մոտ ամեն ինչ կարգին էր, բայց Զոյկայի մոտ մի ատամիկը մի փոքր մշակման կարիք ունի, կեսը արեց բժիշկը, շատ լավ Զոյկան իրեն դրսևորեց, իսկ մյուս հատվածը հիմնական պլոմբը կդնենք 5 շաբթի օրը։ Ոյ հասատուն ու շատ արագ մի քանի կես ժամ կար մինչև ամուսնուս գալը, որոշեցի, որ բելմեններ պատրաստեմ։ Ահա այս կողմում արդեն պատրաստ է, այս հիմա կգցեմ, մնացածը ընթացքում։ Ահա, այստեղ էլ ջուրն է, աղ, սև պղպեղ ու հիմա կարագել կավելացնեմ ջրին ու նոր կգցեմ։ Դափնու տերևներ մեկ էլ համորացնեմ։ Սրտուս հետ եմ գնում, բարի լույսան։ Հետևին էլ հարևանն Ալենի դասընկերն է։ Աղջիկները այսօր երկրորդ ժամից են։ Լավ ես։ Ժամը 6:30-ին մարդ ոնց կարա լավ լինի, չէ։ Ես էլի Ալենից հետ եմ հետ գնում։ Ինքիս էլ են հանել աշանը։ Վախ արացի մոտիս գալիս։ Սանդը։ Գնում ենք դրսում սրճելու։ Եկել ենք տուն Ալենիս մազերը կտրեցինք։ Ողացով տղես։ Սուրճը խմեցինք, նստեցինք ու մութն ընկավ։ Գնանք քնենք, առավոտ շուտ ենք արթնանալու, շաբաթ առավոտյան շատ գործ ունենք անելու։ Ահա սիրելիներս արթնացել եմ, ամուսինս ու Ալենս դրսում արդեն իրենց գործերն են անում, ես էլ շատ արագ մի հատ բիսկվիտ պատրաստեմ ու դուրս սուրճ տանեմ, մի հատ մաքուր օդին, առավոտ ժամը 8-ն է դեռ, մի հատ սուրճ խմենք։ Սեք այստեղ ամբողջը բողբոջել է այս բաները, սրանք վարդերն են, հեսա մի քանի օրից ես լրիվ սիրուն վարդագույն կլինի այստեղ։ Սա սպիտակ էլի դեն սիրուն ծաղկում է։ Մեկը յասաման է, այս մեկը։ Այս գիլասն է։ Կոմում խնձոր են արդեն են մյուսները, այն էլ է փոքրիկ գիլաս, սրանք արդեն խնձորներ են 1, 2, 3, 4։ Վերել եմ լվացք փռեմ ու այսօր հայր և որդի առաքելյանները առավոտ շուտ արթնացել էին, ժամը 6:30, 7-ից այսինքն սկսել են եղևնիները մշակել, այս կողմում եք հարթացրել են սիրուն, որ համել տարածք ազատվել է, այստեղ լավ արև է հիմա ընկնում, տեսեք գալիս է այս կողմ, հեսա մի հատ լվացքը այստեղ փռեմ ու այսօր որ գնանք խանութ, նաև նախատեսում եմ այս լարերից գնենք, դե ինքը 3 հատ տեղ ունի, 3 հատ, որտև այստեղ շատ լավ է չորանում ու դե դրսում չորացրածն ուրիշ է, սա կտրվել է, այն կողմից էլ մի հատնա մնացել, այստեղ էլ պետք է մշակվի, սպասում եմ այսինքն մի հատ աճեն, տեսնեմ որն է ծաղիկները, անցած տարվա ծաղիկներից մնացած, որն է ինչ, որ նոր հանեմ, դե պարզ երևում է, սրանք խոտեր են, բայց դե ես էլ այսօր անպայման կմաքրեմ այստեղ սիրուն։ Սենց լվաց կփռեմ։ Փաստորեն խանութ գնալու կարիք չկար, ավտոտնակում ունեինք, բերեց ամուսինս, ասեմ պիտի գնանք առնենք, ասում ես այս կառնեմ կգամ, բայց ավտոտնակում ունեինք։ Մի հատ կապենք, նոր փռեմ։
Ժողովուրդ ուրեմն պարանը տրոսը հենց այդքան էր ու մի հատ նայեք հենց 3 հատ տեղ ունենք, 3 պարանի համար հատուկ հենց եկավ իրանով ընկավ։ Այն ոչ չգիտեմ ասում են էլի հատուկ պատրաստված հիմա փռեմ։ Ահա վերջ 3 շարքով ազատ փռեցի, ոչ որ չորանա, հոստ շորիրա։ Գնացիք։ Ապրասվիճա։ Դուրս ենք եկել գնումների, այսօր Անգելինան ու Ալենն են մեզ հետ, մի քանի խանութ պետք է մտնենք, գնումներ անենք ու գնանք տուն։ Վերջ, սրանք էլ ենք դասավորում ու գնանք տուն։ Հասանք տեղ, այս մեր գնումները, Անգելի հեռախոսն է հետը, վերցրու հեռախոսը։ Այ, կծու էր, իչն էր կծում։ Այս Անգելի գնումներն է մի հատ սենց ցույց տամ էլի, սենց թիթիզ բաներ, զիզիկ-բիզիկներ, այս սինիներն եմ վերցրել, Էլենս դուխի էր ուզել, այս դուխին ենք գնել Էլենի համար ու վերջիններ էլ։ Ու այստեղ սենց քառը գնումներ, հիմա այն ամենադաժան պահն է այսքանը դասավորելու, պաղպաղակը դրեցի Սառնոյան արդեն, սառցարան, հիմա մի հատ արագ դասավորենք, սուրճ խմենք, մի հատ նոր, ինչև Էլենս Անգելս հանեն մեջից։ Սիրելիներս եկանք տուն, միջև երեխեքը գնումներն են տեղավորում, այսինքն Էլենս գնումներն է տեղավորում, ես այստեղ ուրեմն մարինացնելու եմ լաքսը, իմ մոտ մոտավորապես 700-800 գրամա զեղչվել էր իդեպ ռուսական խանութից ենք գնել 10 եվրո, իսկ 13 եվրո էր կիլոգրամը, բավականին մատչելի է այդ լաքսի համար։ Ուրեմն մարինացնելու եմ երեխաներին սուշիի համար, որ սուշի պատրաստեն։ Ինչ եմ անում, լավ լվանում եմ, կիսում եմ սենց ու պետք է լավ չորացնենք, հետո ապակի ամանա ինձ մոտ և ունեմ խոշոր աղ, այսա ցույց կտամ լավ, ըստ հերթականությամբ ցույց տամ։ Սիրելիներս, ահա շարունակում ենք, պետք է շատ լավ լվանալ սաղմոնը, հետո հեռացնում ենք փշերը, սաղմոնը փշոտ ձուկ չէ, միայն մեծ փշերն են մեջը ու շատ հեշտ է հեռացնել, դրանք հեռացնում ենք, կաշին թողնում եմ վրան, որպեսզի հետո կտրելն ավելի հեշտ լինի։ Սիրելիներս, մենք շատ ենք օգտագործում սաղմոն, դեռևս իմ ալիքի սկզբի տեսանյութերը, եթե ովքեր դեռ չեն դիտեն, ես այնտեղ շատ էի խոսում յուրաքանչյուր տարբեր մթերքների օգտակար հատկությունների մասին, ունեմ տեսանյութ հատուկ սաղմոնի մասին, քինոայի մասին եւ այլն, ու սաղմոնը համարվում է սուպերֆուդ, ունի շատ ու շատ օգտակար հատկություններ։ Սաղմոնը հանդիսանում է ոչ միայն սպիտակուցների հրաշալի աղբյուր, այլ նաև պարունակում է շատ այլ վիտամիններ, որոնցից են կալիումը, կալցիումը, ֆտորը, ֆոսֆորը, ցինկը, այնպես որ պետք է կիրառել մեր սննդակարգում, ինչու ոչ նաև երեխաների սննդակարգում աշխատեք գոնե ամիսը 1-2 անգամ ունենալ ձեր սննդակարգում սաղմոն ձուկը, ահա այսպես լավ չորացրեցի, երկու կողմից լավ խոշոր աղ եմ անում, կարելի է նաև մի փոքր շաքարավազ ավելացնել և փակում եմ և 18-ից 24 ժամ գոնե պետք է մնա սառնարանում, իսկ հետո ես պատրաստում եմ աղցան երեկոյան ընթրիքի համար, ջեռոց եմ դնելու կարասիքներ կարտոֆիլով, աղցանը պատրաստեմ, իսկ կանաչիներն էլ դե լվանում եմ լավ հոսող ջրի տակ, հետո 1-ից 2 ժամ թողնում եմ առատ աղաջրի մեջ։ Սիրունակ բնությունը այս օրերին շատ եմ սիրում և ամեն վայրկյան զգում ես փոփոխությունը, տեսեք առավոտյան երբ նկարել էի տերևները, այս ամեն ինչը, կանաչը նույնիսկ մի քիչ այլ էր, հիմա արդեն ավելի շատ է բացվել, տեսեք բողբոջներն արդեն մեծացել են, արդեն պայթում է։ Ժամ առ ժամ, րոպե առ րոպե փոփոխվում է բնությունը։ Ես էլ տեսնես ծառի տակ պառկած։ Ասեք, սրանք անցած տարվա պետրուշկաներն է,
որ ցանում էի, հետո վերջում մի փոքր էս բնացել էր ձեռս մեջ, ասի լավ, սպասի գցեմ այս վարդի տակ։ Աճել էր, ինքը ամբողջ ձմեռել ունեցել եմ ձյան տակից, ինքը դեռ թարմը։ Հիմա տեսակցությունը հալվեց, գարունը եկավ ու նորից ինքը այսինքն սիրուն ու նույնիսկ տարածվել է։ Էս էստեղ։ Իսկ այս կողմում ահա որ անմխիթար վիճակ է։ Հիմա պետք է մաքրեմ մի հատ, տեսեք սոխերս ծլել են։ Այն կողմում ծիտրոններ, որ պետք է քաղեի, հետո չքաղեցի, մնաց։ Հիմա տեսնենք աճի նորից թե չի, ասում են, որ աճում է ինքը, բայց դե այս չորացածների հիմա կհանենք, կմաքրենք, այստեղ մի հատ սիրունացնենք։ Իսենց։ Այս մի կողմը մաքրեցի։ Ազատել եմ, այն մի կողմն է մնում։ Այն էլ մաքրեմ։ Դե այս կողմերը մի քիչ բացել եմ, սրանք արդեն ամուսինս կքաղի մեքենայով։ Ու այսպես վերջ։ Ծանք։ Սկողքերն էլ մի հատ էլ այս մի քիչ չորանա, մինչև առավոտ կհելնեմ լավ կմաքրեմ։ Հողն էս լավ փափուկ է այստեղ։ Բայց ցանելու համար կարծում եմ դեռ շուտ է, ինչ եք կարծում դուք այստեղի կլիմայի հետ կապված ծանոթներ, անցած տարի մարտի վերջին էինք ցանել, ոչ մի բան գրեթե չծլեց, հետո բայց որը որ ուշ էինք ցանել մայիսին, ռեհանը գիտեմ, որ պետք է ուշ ցանել, բայց մնացածը չգիտեմ, հələ մի հատ ինձ խորհուրդ տվեք, ովքեր որ ապրում են Ավստրիայում ու ցանում են Հայաստանից բերված կանաչեղեն, կանաչու սերմեր։ Տեսնենք երբ ցանենք, որ իրոք աճի։ Եկանք տուն ու այն ամենալավ բանը, որ կարելի է ուտել, հոգնած երեկոյան 10 պասնա ցորենով։ Ու այսօր ցորենս չեմ նայել, երեկոյան եմ ջրել, այսօր դեռ չեմ նայել։ Ուռել եմ, բայց դեռ չեն ծլել, այսօր երրորդ օրն է արդեն։ Հանում ենք, արդեն գիտեք, ցորենը մի քիչ խաշում եմ, քանի որ մենք կարմիր ցորենով ենք սիրում, ձավարով չենք սիրում, ոչ էլ բրինձով, առավել ևս։ Մի փոքր խաշում եմ ցորենը, հետո ավելացնում եմ մի ճաշի գթալ ալյուր, մի հատ փոքրիկ ծու, մածուն ու ջուր, մի քիչ կնդոտ եմ անում, այսպես, որ շուտ եռա ու չկտրվի, հետո արդեն մի քիչ եռացած ջուր եմ դասնում վրա, քիչ խառնելով, որ միջև հասնի իմ սիրած խտության, չնայած մենք խիտ ենք սիրում, պինդ ենք սիրում, հենց այսպես է լավ է, հետո ավելացնում եմ այսօր սամիտ ու համեմ ունենք թարմը, համեմ կավելացնեմ, նանա, ով կուզի, աղ և կարակ, ու վերջ, այսօրվա համար։ Վերջ, արդեն եռում է, զայլը կամաց ծիծաղի, արդեն եռում է, տեսեք, հիմա ավելացնում եմ նանան բոլորին սիրում, ավելացնեմ չորացած նանա, հետո կլցնեմ զոյկայինը, որտեղ զոյկան չի սիրում շատ կանաչիներ, այսքան կարակներ հիմա կդնեմ, հետո արդեն վերջում համեմը այստեղ այսինց լավ կտրատել եմ շատ։ Վերջ, պատրաստ է արդեն, բարի աղբաշակ։ Բարի լույս սիրելիներս, ուրեմն 18-ից 24 ժամ ասեցի պետք է մնա, 20 ժամը հաստատ արդեն անցել է, ու քանի որ մենք հենց մի անգամից չենք ուտելու, դրա համար ոչինչ, չեմ սպասի մի օր, երկու օր, որ մնա աղի մեջ, ինքն արդեն լավ ամրացել է, աղը կերել է հիմա, դնում եմ ջրի տակ, հոսող ջրի տակ ու մի հատ շատ լավ լվանամ, տեսեք ջուրա դուրս տվել, աղը դեռ տակը կա, ամեն դեպքում լվանում ենք հոսող սառը ջրի տակ, իսկ այստեղ ունեմ սամիտ, ավելի ցանկալի է չորացած սամիտ, բայց ես չունեմ չորացած սամիտ այս պահին, լավ մանր կտրատած սամիտ է, դափնու տերևները, այստեղ ինձ մոտ սպիտակ ու սև պղպեղներ է, ու սրա մեջ էլ է նույնը, սկզբում որոշեցի հատիկավոր, հետո ես կլցնեմ ու քերը նաև կմանրացնեմ և հարկավոր է ձեթը հարկավոր մեզ, այսպես այսքանը, հիմա սա շատ լավ լվանում եմ,
Ահա, լվացել եմ, հիմա դնում ենք, որ չորանա, չորացնենք, ամանն էլ արդեն լվացի, ապակի ամանի մեջ կդնեմ, ավելի ապահովա ու տեսեք ինչքան աղ էր մնացել։ Ու հիմա ինչ եմ անում, այս դնելու եմ մեջը, տակը մի քիչ ծիթայուղ կանեմ, լավ, սպասեք ցույց տես, ամանի տարայի մեջ մի փոքր ծիթայուղ եմ լցնում։ Այստեղ տեսակ, որ կաշին չեմ հանել, որպեսզի հետո այսպես հեշտ լինի ավելի կտրատելը, շարում եմ ձկները, այսպես, դնում ենք թափն ու տերևները, պղպեղը, բայց ես այսպես էլ կանեմ, կարող եմ փոքր նորից այս սև պղպեղից անել, այսպես, հետո ավելացնում ենք սամիթը, շատ համեղ է ստացվում տնական պատրաստածը ու արդեն գիտենք, թե ինչպես ենք արել, մերոնք էլ, որ շատ են սիրում, շատ ենք օգտագործում, շատ հաճախ, երեխաները սիրում են սև հացը տնական թխած հացի վրա, քսել մի փոքր Ֆիլադելֆիա և սաղմոնձուկը, այդ իրենց ամենասիրելի նախաճաշն է, այսպես, մի հատ ցույց տամ այս սիրունությունը, ու հիմա ավելացնում ենք ծիթայուղ, ինքը պետքա ծիթայուղի մեջ պահենք, որ չփչանա։ Դրա համար փոքր աման եմ վերցրել, որ ծիթայուղը դե շատ եմ լցնելու, ահա, այսպես, տեսեք։ Ու այսպես կարող ենք մի քանի օր պահել սառնարանում։ Հեսա մի հատ այսպես կշարժեմ, որ արանքներն էլ անց։ Ավելի լավ է այսպես ցույց տամ, մի հատ տեսեք ինչքան սիրուն է։ Իսկապես, այսպես մի հատ արանքները, դեպ շատ խիտ շարեցի, բայց անցնում արդեն արանքներն էլ այսպես շարժեմ, որ արանքներով էլ անցնի, վերջ, ու կարող ենք պահել արդեն սառնարանում։ Չնայած մեր տանը չի մնա, բայց դե մի քանի օր հաստատ կմնա։